Ողջույն։ Ողջույն։ Նանսեն փողոց։ Ապրիլի 29։ Ժամը 5-ը մոտավորապես ու 16 աստիճան այսօր։ Մի քիչ երեկոյանից ցուրտ է։ Երեք օրվա վերջում էր 16։ Իսկ մենք որ դուրս եկանք 18 էր։ Բայց այսօր ոնց որ թե քամին քիչ է, չէ՞։ Ճիշտ է, հանգիստ է։ Երեք քամի էր։ Ասոնք Լվովյանի հետ խաչմերուկին։ Լվովյանով չեն գալի, որտեվ անընդհատ ինչ-որ նոր փոսեր են հայտնվում։ Մի կողմից վերանորոգում են, մյուս կողմից նոր փոսեր են։ Դե շինարարություն է գնում ամբողջ երկայնքով։ Մաշտոց ողոտը տեսել սկվազնյաչոկը նախկին Անայտը մտավ Ռոքֆոր իհարկե Սպասենք դուրս գայս, հա Ինչի ստեղ կանգնեցինք, ուրեմն Մոսկովյանի վրա ու Մոսկովյան լճում մեքենայով գնալուց այս քանի օրը մի քանի փոփոխություններ նկատեցինք որոշեցինք ֆիքսենք Ահա Անահիտը եկավ ինչ-որ ուզում էր առել է Նա գնանք նատ Մոսկովյան Կինոնայրին պտի ռետրո կինոթատրոն դառնա Մանտրայի նման բան է Չէ, են մարդուց եմ սովորել որ ասում էր Կարֆագենը պետք է ոչնչացվի Սլայոն կան լուսամուտները բացել է Են կողմից էլ եթե չեմ սխալվում սեղաններ ադերեն Բայց արդեն տեսնում ես որ բավականին դատարկ է Կամաց բարձվում է էլի Իսկությունը լավն ու վատը Սեղանները լավն են, բայց էլի դատարկ են Բայց ներս են նստում Դե լավ, թող աշխատեն Մենք ինչ դատավոր Այս նայի անայդ Նորա, ստեղ հիշում ես ինչ էր Հիշում եմ, պայուսակներ էին Այո, պայուսակներ էին Բավականին թանկ Կիսա դատար խանութ էր Հիմա տես ինչ գեղեցիկ ռամկայով բանով Բայց փոքր է տարածքը Դե ոչինչ, սեղաններով դուրս կգան Մեր հաշվին Ինչ կապը է Այ, ես ինչ են արի անայդ, սենց մուտք են անում, էլ են այ Եկ ես բան Ոչ էտ մուտքը ստեղ է Դե հիմա շայլ է բաց, ես ինչ եմ անայ Արև ձեզ Սլայոնկայից ինչով եք տարբերվում Արև ձեզ Ողջույն Մենք էկլերների տեսականի Ինչպես Անվանումը էկլերա, հա? Այո Ոչինչ որ ձեզ նկարում եմ Քիչ չկա Նորմալ է Մենք նոր ենք բացվել Գիտենք, մենք ամեն օր շրջում ենք Երկու մասնաճյուղ ծերամիսու Մասնաճյուղեր ունեք? Այո, Որտե՞ղ? ծերամիսու սրճարան Մեկը Իսահակյան փողոցի վրա դիմացի մայթում Սա է Իսահակյանը Ծերամիսուն ենք պատրաստում Մի րոպե, այդ լճի դիմաց է, Մոսկովյան լճի Կապլավոկի դիմաց է Պրոցի կողքը Հա, բայց նա շուտվանից էր ավելի, չէ? Այո, մի հատ ունենք Աբովյան փողոցի վրա Հիմա էլ Աբովյանի որ մասում, հա? Աբովյան 30 հասցեում է Ցենտրալ սրճարանի կողքը, ռեստորանի կողքը Որ սրճարանի? Ցենտրալի կողքը, հա Ունենք սորոր ժելատո Երեք ընդեղ ենք, ոնց ենք նկատել Էլի նույն անունն է Մոկապոտ տիրամիսու սրճարան Այո
Չհասած, ներքևից որ բարձրանում ենք, Ցենտրալ չհասած, բայց անունը ուրիշ էր փաստորեն, հա։ Հա։ Երեք կներեք խանգարում ենք։ Հիմա ես մի հատ կամերան փոխեմ, շատ եմ ուզում։ Ինչև անայիկը մենյուն նայի, ես մոտավոր գները ցույց տամ, 1100, են վերևն է ինչ-որ հետաքրքիր տեսքով բան, բայց գինը չկա։ Ես մեկը 1900, դե մենյուի մեջ նկարագրած կլինի, ինչից է բաղկացած, ես ուղղակի սենց նախնական ընդհանուր տեսքերը ցույց տամ։ Տեսանք ոնց որ երիտասարդը ցանկություն հայտնեց, պատմությունը պատմի սրճարանի Միա չեք ներկայանա։ Հա, իմ անունը Լեռնիկ է։ Լեռնիկ ջան, ես աշխատում եմ Մոկապոց սրճարանի ցանցում, Էկլեր մասնաճյուղում։ Կուզեմ ներկայացնել մեր սրճարանի պատմությունը մի փոքր։ Սիրով կլսենք։ Մեր սրճարանի հիմնականում պետք է լիներ տենց տարբեր սուրճի բրենդներ, բրենդային սուրճեր, ու դրանով պետք է տարբերվեինք մենք, բայց սուրճերով։ Այո։ Բայց ընթացքում մեր տնօրենը մենյուում ավելացրեց տիրամիսու, ու սկսեցինք տիրամիսու պատրաստել։ Այդ արդեն բացված է։ Բացված ենք, հա։ Մի քանի ամիս հետո մենակ սուրճ էր։ Սուրճ խոհանոց տենց մի քանի ամիս հետո մեր տնօրենը մենյուում ավելացրեց տիրամիսու, քանի որ պատրաստել գիտեր քաղցրավենիքից մենակ տիրամիսու։ Այո։ Ու այդ տիրամիսուն մեծ հաջողություն բերեց, ու այս պայծրությամբ ունենք 24 տեսակից ավել տիրամիսու ֆիրմային։ Այո։ Ու որոշ ժամանակ հետո բացվեց մեր մյուս մասնաճյուղը տիրամիսու, իսկ հիմա Էկլեր սրճարանը, որտեղ էլ պատրաստում ենք ամենահամեղ էկլերները։ Եղավ, այսինքն դուք պատմում եք առաջի մասնաճյուղի Այո, առաջի մասնաճյուղի որը որտեղ է գտնվել։ Իսահակյան փողոցի վրա հենց։ Այս մեկը ճիշտ է, ես տենց էլ նկատել եմ, որ առաջի երկրորդ մասնաճյուղը Աբովյան 30 հասցեում է գտնվում, իսկ Էկլերը Հաշտոց փողոցի վրա։ Այսինքն փաստորեն ասում է դուք ոնց որ ժողովրդի քվեարկության համաձայն, հա, շարժվել եք։ Հա, մեր տիրամիսուները հիմնականում մի մասը մեր հյուրերի կողմից են առաջարկվել տիրամիսու գաղափարները, այդտեղ պիստակովը, դուբայսկի շոկոլադը, ու այդպես հիմա այստեղ էկլերներն ենք փորձում շատացնենք տեսականին։ Այսինքն հյուրերը առաջարկում են նոր համ, մտցնում ենք մենյուի մեջ ու մենյուի ետևում առաջարկներին, այո, պարտադիր, ու մենյուի ետևի մասում գրվում է ով է առաջարկել։ Այո, նույնիսկ, այսինքն մեր այս մասնաճյուղում տիրամիսու չունենք, ունենք տիրամիսու փողոցի մասնաճյուղում հենց։ Դուք էկլերների։ Մենք էկլերներ ենք պատրաստում։ Այո, մեր էկլերները իդեպ չեն գնում սառնարան չեն գնում։ Փոխվում են տեղում ու լուծանվում են միջուկներով հենց տեղում։ Այսինքն եթե պատվիրում են դուք այդ րոպեին այնտեղ պատրաստում եք բերում եք։ Մոտ, հա, այս պայծրությամբ խածում ենք որոշակի խմբականակ պատրաստում։ Դե դրանք սառնարանում չեք։ Ոչ, ընդհանրապես։ Հենց ջերոցից դուրս է գալիս միանգամից սրա։ Սառնարան չի գնում մեր։ Մի քիչ լավ չհասկացա։ Ասենք մենք հիմա մի հատ էկլեր ենք պատվիրում։ Դուք ստեղ ունեք այդ էկլերը, չէ՞։ Պայծրությամբ ունենք, որը պատրաստվել է մոտ կես ժամ առաջ։ Կես ժամ առաջ։ Ու սառնարան չի գնացել։ Այսինքն դուք գիտեք ինչ քանակի պատրաստել։ Հա, մոտավոր գիտենք։ Մոտավոր կես ժամվա պաշար եք ունենում։ Ընթացիկ նայում ենք, եթե քիչ է, զորն ենք։ Ում որ շատ լավ ներկայացրեցիք։ Շնորհակալություն։ Հիմա մի հատ իրար ստեղ նայենք, հա, այս է, նայեք ժողովուրդ։ Էկլերների տեսականին, հա։ Գինը նույնն է բոլորին, հա։ Բոլորին գինը նույնն է, այս պայծրությամբ ունենք ակցիա, իդեպ ակցիան հիմա նաև տիրամիսուների համար։ Մենք ունենք ակցիայի օրեր, երբ
բոլոր ծերամիսուները կամ էկլերները արժեն 1000 դրամ։ Ահա։ Այսօր ակցիայի օրն է։ Այո, մինչև ամսավերջ ունենք ակցիա, դրանք արժեն 1000 դրամ։ Մինչև ամսվա Այո, Իսկ ակցիան Աստված ոչանի ավարտում ինչքան Ինչը գալիս է իր նախնական գումի։ 1400։ Հեսա գրած է 1400։ Բայց մի արժան։ Այստեղ 1000-ն է գրած։ Սա 1000-ն է, երկու կողմում էլ 1000-ն է։ Իրատակ 1400 է։ Բայց որ գալիս է այդ ակցիան ավարտելու օրը, ավարտես դարավ իր նախնական գինը, մենք ունենք զեղչ։ Վերցնելու դեպքում 30% զեղչում նապատվել է։ Զեղչը ինչով է պայմանավորված։ Լավ մեզ պետք է պահենք, թե ինչ Չէ, ընդհանրապես, այո, տանելու դեպքում ինքը 30% զեղչում է, ինչպես էկլերը, ծերամիսուն, այնպես էլ մեր բարի տանելու դեպքում, էկվեի դեպքում, այո։ Մեկ էլ ես ասեմ, որ երիտասարդը մեզ հյուրասիրեց, հա, Դա կիտրոնահյութ է, իդեպ այդ կիտրոնահյութի հետեր ունենք պատմություն։ Ահա, ձեր մոտ ամեն ինչը պատմություն է։ Ուրեմն մեր Իսահակյանի մասնաճյուղ գալիս է մի պապիկ հյուր, օրերից մի օր ասում մեր հայրենիքը ջրի երկիր է, դուք ջուր եք վաճառում, այդ օրվանից մեր տնօրենը որոշում կայացրեց, որ մենք բոլոր հյուրերին պետք է հյուրասիրենք ջուր, ներել կիտրոնի հյութով։ Այո։ Պապիկը ճիշտ կաներ գնար նույն գործարանում է տասեր կամ ովքեր ջուր են արտադրում, դուք ինչ ներք ունեք։ Եղա, շատ շնորհակալություն։ Ջուր, կիտրոնի հյութ ու նանա։ Հա, նանա էլ կա։ Լավ, կմպենք կիմանանք։ Այո, անշարեք։ Լեռնիկ ջան, ձեզ շատ շնորհակալություն։ Մերսի շատ։ Աշխատենք հիմա այն ճաշատեսակների մենյուում ինքներս գլուխ անենք, եթե հանկարծ հարցեր ելնի, ձեզ Անպայման ես տեղ եմ միշտ, ուրախ ենք, որ մենք ձեզ հյուրընկալում ենք։ շնորհակալություն շատ։ Մերսի, Ձեր գործերին էլ իհարկե հաջողություն։ շնորհակալ եմ անչափ։ Ուրեմն կոչվում է մոկապոտ, ընդհանուր անունը, կա էկլեր, կա տերանիչը եւ այլն։ Հիմա նայեք, Լեռնիկը մեզ պատմում է մոկապոտը ինչ է նշանակում Տեսեք, մոկապոտ ունենք սրճեփներ, որոնք իտալական սրճեփներ են։ Սրճեփ, հա, Սրճեփ, այո։ Ինքը իր ստեղծողը եղել է Բիալետին, ստեղծողի անուն Բիալետին։ Ինքը իտալական սրճեփ է։ Կներեք մի վարքյան, իդեպ Անահիտը հիշացրեց։ Մենք շատ տեսել ենք, ստեղ մի հատ իտալացի էր մի վաղ եկել, մի 5 տարի առաջ։ Մենք իր մոտ հյուրընկալեցինք ու այնտեղ տեսանք։ Հա, ուրեմն ինքը տարբերվում է ապարատային սուրճերից, ինքը էլի պատրաստվում է էսպրեսո, ամերիկանո, բայց տարբերվում է ապարատային սուրճից նրանով, որ սուրճը ճշմարտ տաք չի պատրաստվում։ Պատրաստվում է գեզերային տարբերակով։ Իր այս ներքևի հատվածում լցվում է ջուրը, այս հատվածում սուրճը, առանց սեղմելու, ու դրվում է գազի վրա, ֆիլտրայի վրա։ Կրակի վրա, եփվելու ընթացքում ինքը շատրվանաձև, վերևից թափվում է այս իր ներսի հատվածը, այո, ներսի հատված, այո, ու մենք մատուցում ենք այս տարբերակով մեր հյուրերին հենց սեղանի շուրջ։ Իդեպ հետաքրքիր պատմություն էլ կա։ Ասում են, որ այս սրճեփը ստեղծողը նայել է իր կնոջը, կնոջ կերպարից հիացած, նմանացնելով, ստեղծել է։ Ես դուք պատմություններով լի եք ուղղակի, Լեռնիկ։ Ուղղակի։ Մենք ճանապարհին ես մի թեթև Լեռնիկի մասին կպատմեմ, հիմա չանհանգստացնենք, տղան թող աշխատի։ Մերսի շատ։ Ժողովուրդ ջան, Լեռնիկը լի է ինֆորմացիայով, ես արդեն չեմ հասցնում, սա էլ ասես թեյեր է, հենց վերցնում ես, գցում ես, մի թեթև ասակ։ Կախարդական դարչին մեխակ, մրգային ու խոտաբույսերով։ Մրգային և խոտաբույսերով։ Իրենք պատրաստված են ամբողջությամբ բնական, իզոմատից պատրաստված կապսուլաների մեջ միջուկով։ Իրան ուղղակի ընկղմում ենք տաք ջրի մեջ ու ինքը տենց կախարդանք է լինում, բացվում է։ Հետ մեր աչքերի առջև է կախարդանքը։ Անպայման։ Մեկ էլ Լեռնիկը ասեց, որ այնտեղ սուրճերը կան, հետը մատուցում են փոքրիկ պրոֆիտրոլիներ։ Գնի մեջ սենց պատմություններ։ Պրոֆիտրոլի։ Վերջ Լեռնիկ գնամ Անահիտը այնտեղ մենյունը պատրաստի, մնացած ուտելիքները, հետ էլ մի թեթև ցույց տամ ու իրարից պրծնենք։
Անայդ այստեղ մի քանի բան անդրե, Անայդ ջան լսում ենք, ես ով է։ Էս բլին с лососем и икрой։ Բլինա, սալմոնով եւ խավիարով։ Բլիթ էլի, հա։ Բլին։ Եվ ձուկա, ավոկադո կտրած կա։ Հա, 2900։ Ուրեմն ձվածեղա, լոսոսա, ավոկադո, սալմոն, կարմիր իկրա, ես կան բան կա։ Բան, սլիվիչնի սыр, սերուցկային պանիր։ Այո։ Դες մասը էստեղ գրած է, ինչ ես բան։ Ես sense մի հատ գնամ, մենա բլիթ, սաղմոն, ամենված կիտրոն YouTube, ձկնկիթ, քրիմ, չիզ այո։ Եվ այլն։ Ձու, ավոկադո եւ սալմոն։ Համար 2, որ քեզ հետաքրքրել է։ Հա, ուզում եմ ասել հիմքը էս բոլոր ուտելիքների։ Հացի տեղը էկլեր։ Էկլեր, Հետ հասկացա, ասեց։ Այսա կոչվում է էկլերիտը։ Իրոպե սենց մոտեցնեմ։ Ես ուղղակի մոտեցնեմ իրոպե ցույց տամ, ով կուզենա կկանգնացնի, չպատմենք երկար։ Իրոպե գիննել ցույց տամ Անայդ ջան։ 2600։ Դե շատ լավ բաներ կան, հիմա բոլորը չենք թվարկել։ Չէ, որը աչքդ կպավ աչքդ։ Так։ Հա, բոլորի գները 2600, 400, 800։ Հա։ Այդ սահմանում։ Էս տաք ուտելիքը, օրզոզ բանը, գրիլ արված, սուկա։ Մոտեցնեմ, մերոնք կանգնացնենք գնային։ Ահա։ Սպանախով, ռոկֆորով, Հա, այս մեկը ոնց է կոչվում։ SSSR էկլեր։ Ախ, SSSR, ախ, մի խոսքով մանկության էկլեր, ճիշտ է, այդ հեքիաթում ես սենցը չեմ հիշում, այն երկար էր հեքիաթում։ Սա ինչ է, շու, շոկոլադ եւ վանիլ։ Վերջ, Անայդ։ Վերջացավ։ Կակրած վերջացավ։ Բայց կոֆեներ են ստերալ։ Ու լիքը կոֆեներ ժողովուրդ, գնացինք Լեռնիկին Բեսանտ Մերսի, 200-ով իհարկե։ Լեռնի ջան, հավայ, ջուրը մոռացանք խմենք։ Ձեզ շատ շնորհակալություն, մենք արդեն ձեզ չենք դիմի, կգնանք ինքներս, տեսն ձեզ։ Հա, մեկ էլ սենց մի հատ ջուրը, ժողովուրդ։ Եթե հանկարծ սենց բաներ նկատեք, մի մտածեք, որ էկլերի տեսակա, գինեցված եք, գինոցված եք, ոնց են ասում։ Այս սենց բաժակա ուղղակի։ Ես որտև հաստատ հիշում էի, որ բան չեմ խմել ու զարմացա, որ սենց ճոճվում է բաժակը։ Պարզվեց ընդամենը մի խոսքով։ Էս ձևի են բաժակները, տես բոլորն էլ այդպես են։ Այո, բոլորը տենց են։ Ահա, սենց մի հատ ֆոկուս էլ կարակ անեք։ Մի խոսքով, երևի կոտրվող չեն, որ սենց ռիսկով արել են։ Այո, հետաքրքիր էր։ Պարզվեց տիրոջը ճանաչում ենք, այնտեղ նստած էր, ինքը ուտում էր։ Դե մեքենայով որ գալիս ենք, ինքը այստեղ կանգնած էր։ Այստեղ ես բարևեցի, իմանալով դե իրան այդ փենբոքսերն էին երկու։ Հա։ Այստեղ որ կա շուտ վանից։ Բա ուր է երկրորդ փենբոքսը։ Հակել է։ Ոնց որ թե այ։ Չէ, այնտեղ պետք է լինի։ Մի խոսքով։ Հա, շատ լավ տղայա, շատ համեստ ու շուտ վանից դե մի 20-25 տարի է բարևում ենք իրար միշտ զրուցում ենք թեթև հեսա երկրորդը Անայդ ես երկուսը իրանն էր իսկ հիմա սենց ուրևն նստած ինքը ընդեղ ուտում է ես մոտեցա ասում եմ Հովանես ասում եմ մի հատ անկողնապահ ձեր կարծիքն եմ ուզում իմանամ ոնց է ուտելիքը ասում է շատ լավն է Չիմանալով, հա, որ ինքն է։ Հետո ես հարցնում եմ, ասում եմ, այն բոքսերը վարձակալում եք, թե ձերն, ասում եմ, այն իմն է, իսկ սա վարձակալում եմ, ասում եմ, ոնց սա, սա ձերն է, ասում եմ, բայել ուր եմ ձեզ այնց կարծիք ասում։ Մի խոսքով տենց, հայը, դերիվ նորմալ տղա, հա, գործից էլ ինչքան ես զգացի, շատ լավ հասկանում եմ։ Այս մեկի մասին էր խոսքը Անայդ,
Լեռնիկը որ ասում էր երկրորդը։ Տիրամիսու, հենա գրած է, հա։ Հա, գրած է տիրամիսու։ Իդեպ ասեմ, որ Լեռնիկը ես իրան ասեցի, կարամ մի քիչ պատմեմ, ասեց պատմեք։ Ասեցի զբոսնելուց կպատմեմ քո մասին։ Ինքը Արցախից է, 44 օրյա պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվեցին Երևան, սովորում է բժշկականի երկրորդ կուրսում, ստեղ սկզբից մատուցող էր աշխատում, համ սովորում է, համ աշխատում է այդ տղան փաստորեն։ Հիմա մենեջերն է այս։ Հիմա այս նոր բացվածի մենեջերն իրան դրել, որտեվ աչքի է անգել։ Որպես լավ աշխատող։ Ժողովուրդ ջան։ Հիմա մի հատ այն կողմ գնանք, անայք։ Հա, ինչ անեմ, կամերան փոխեմ, սրանով դժվար է։ Ես էլ ինչը որ Անահիտին հրապուրեց մեր գլխների վերևում։ Չհաշված ես կաբիլը։ Լավ այդ կաբիլները այսօր կան վաղը չկան։ Սա էլ կաղնի է, քանի որ կամերան փոխել եմ օգտվենք զումից։ Գրած է, Նուշիկյան ասոցիացիա։ Դե հա, Անահիտ։ Պայել կողմից։ Նոր ես իմանում։ Այգին հսկվում է տեսախցիկներով։ Նուշիկյան ասոցիացիա Ես գիտեի, որ Նուշիկյան է, բայց ես գրվածը չէի նկատել։ Հա։ Չգիտեի։ Դե լավ, գնանք մի հատ այն կողմը տենանք, ընդեղ էլ ինչ-որ բաներ փոխվել, հասկանանք ինչապ փոխվել։ Բայց սա ագրավ չի, ես կեզ ասեմ։ Սարոկը։ Կաչաղակ։ Այո, կաչաղակ։ Կաչաղակ էր։ Կերնեխը երբ ուզում երգում է, երբ ուզում սպասում է։ Լավ, մենք զրուցելով գնանք հենց երգի կլռենք այդ րոպեին։ Ասում զարմանալի է, չէ, այդքան փոքր ծիտիկը, բայց ինչ լավ ձայն ունի։ Այդ ես ասում։ Բա սոխակը, սոխակին ինչ կասես։ Չեմ, ես կերնեխը եկել։ Կավա։ Ես կերնեխը եկել ավելի եմ հավանում։ Չէ, Անահիտ, ինչ ես ասում։ Նա ուրիշ ձևի ուստա է։ Բայց լավ է։ Լավ։ Ոնց էր հիմա ես ասեմ Beatles-ին եմ հավանում, դու ասես չէ, ես Rolling Stones-ին եմ հավանում։ Ելույթ ունեցավ։ Մոտիկ ավելի։ Ստեղ մի տեղ է։ Այս ինչ լուրջ ռեմոնտ են սկսել սա։ Լավ էլ անում են այդ քանդուքարը։ կավրալի տղեջ ստիլին չէ։ Դեպի։ Այս ինչ է ասում եք։ Գլուխ կհանենք սրանց ռեմոնտից։ Չէ, բայց մեզ են կողմներ էտ աշկրում են։ Չէ։ Այգու մեջ սեղանները։ Ստեղ հիշում եք, վերևում ինչ-որ IT հետ կապված։ Միլաման, չի, հիմա, բայց ժամանակի Միլաման ռեստորանն է տեսել։
Չէ, մեզ հիմա է հետաքրքիր, այ ժամանակին ստեղ մենակ Մևամանը չէր, 3 հատ։ Երկրորդ հարգում։ Երկրորդ էր, երրորդ կար։ Այդ հետո արդեն արեցին, երրորդ հարկը։ Մենք որ եկանք այստեղ մեր Անայդայի դավերքով։ Երկրորդ հարգն էր, երրորդը չկար դեռ։ Դե հետո դրանից հետո երրորդը սարքեցին։ Գնանք մի հատ այն մայթից նորմալ ցույց տանք։ Հետո էլ սաղ վերացրեցին ու սա կառուցեցին։ Ես որ ասեմ մենք 100%-ով գլուխ հանեցինք, սուտ կլինի, մեզ ասեցին այս մասում IT ինչ-որ, Start-up Campus, A19։ Չգիտեմ, կարող է այսօր ավելի ստույգ հասկանանք, փորձենք։ Ամեն դեպս ներքևը ռեստորան է, open house, ոնց որ արի հենց ներքևից էլ սկսենք հասկանալը։ Այստեղ երաժշտություն է բարձր, դրա համար մենք կարճ։ Կարող եմ օգնել ձեզ։ Մեզ երաժշտությունը խանգարում է դրա համար, մենք մի անգամ մտել ենք, նկարել ենք ստեղ։ Հա, աղջկա հետ զրուցեցինք, բարեհամբույր աղջիկ էր։ Հիմա դուրս գանք երաժշտությունից։ Փաստորեն չէ, այն տարածքն էլ է օգտագործվելու ասեց։ Հա, մենք սա ենք տեսել։ Որ մի քիչ տաքերային կնի, արդեն կընթացակվենք։ Այո, քանի որ հաճախորդները հիմա դեռ շատ չեն, հետո ինձ թվում է այնտեղ ինչ-որ գործեր ունեն անելու, պատրաստելու։ Մի խոսքով մենք կարծում ենք այս տարածքը, ասենք, քաղաքը վերցրել է այգի տակ, բայց պարզվեց չէ իրանցն է էլի այդ տարածքը։ Հիմա ինչ վերաբերում է երկրորդ հարգին։ Սա ռեստորան է առաջի հարգը։ Առաջի հարգը ռեստորանա կոչվում է Open House։ Ասեց մենք երկրորդ հարգի հետ բացարձակ ներզես ոչ մի կապ չունենք։ Ուղղակի նույն տարածքի մեջ ենք։ Այդ կամպուս A չնանում ինչ-որ բան է դրաշ է։ Նույն շենքի մեջ են, տարածքները տարբեր են։ Հա, նույն շենքի մեջ են, առաջի հարգը ուրեմն Open House-ն է։ Կրկնեմ, որ լավ հիշեմ, թե մյուս անգամ էլի կասեմ, բան չհասկացա։ Այստեղ կաբինա է երևի, չխանգարենք մարդկանց։ Վերջապես նորմալ տեսք ընդունեց այս մասը, այս շենքի այս մասը էլի։ Հա, ասեմ, այստեղ միշտ ինչ-որ խառնաշփոթ։ Փնթի չէ, զիբիլ ասես լցրած շերնում։ Հա։ Չէ, Open House-ը իհարկե արդեն նոր կլասի ռեստորանների տեսք տպավորություն թողեց։ Այ երկրորդ հարգը այնտեղ ոնց որ բիզնես կենտրոնի նման մի բան է, բայց կոմպյուտեր շիկներ են բոլորը։ Այսինքն հարմարացրած է IT ոլորտի աշխատողների համար։ Փոքր-փոքր օֆիսներ են տարբեր։ Ամեն մեկը վարձակալում է, աշխատում է իր համար։ Դուք հիշես Անայդ, այդ բանի մոտ, Սիրահարների այգիի մոտ։ Այո, ինչ։ Այդ որտեղ Լևոնն է, այդ կողմից էլի, Դեմերչյանի վրա։ Այնտեղ մի հատ sense կամպուս կա, հավաքած կապույտ գույնի։ Դա էլ էր, ես Լևոնին հարցեցի ինչա, ասեց բոլորը այն վաղ դե նոր էին եկել, Ռուսաստանից գալիս էին։ Այն խորքում ավելի այդ փողոցի։ Չէ, Դեմերչյանի վրա է, համարյա Դեմերչյանի վրա է դուրս գալի։ Լևոնի տեղը հիշում ես որտեղ է Իրանը, չէ։ Բայց դիմացի մայթը, չէ։ Այո, դիմացի, ազգային ժողովի դիմացի մայթը, հա։ Այն ժամանակ ինքը ասեց, այս հատուկ այթիշնիկների համար կառուցած տենց բան է, տեղ է։ Կարծում եմ սա նույն դերն է խաղում։ Բայց սա երկրորդ, հələ երրորդ հարկ կա, հա, ոչմ ահագին մեծ տարածքներ են այթիշնիկների համար։ Այս բաները ինձ թվում է պայմանավորված է, որ հայտնվում են ռուսների գալով, էլի։
Մանավանդ իրանց մեջ շատ են այդ ոլորտի աշխատողները։ Վերջ պրծանք կարմիր գույնի շենքի մասին։ Այս հուշարձանը մի հատ լավ սարք էին էլի, չէ, խելքի բերեին աշխատեր, այս բաները քանդած, ջարդած։ Լավն է ինքը էլի։ Լավն է շատ։ Գեղեցիկ է։ Հետաքրքիր է պապլավոկը բացվել, հա։ Ինչ ես մտածում։ Պապլավոկը։ Ասա թե ջուրը լցրած չի։ Կա։ Չէ, դատարկ կա։ Հա չէ, հենա երևում է, որ դատարկ կա։ Բայց հետաքրքիր է, չէ, այս դիմացի մայթը, այս մի ափը համեմատաբար նոր բացեցին, դե մի տարի է ամենաշատը։ Բայց տես ինչ ակտիվ աշխատում են։ Սեզոնն էլ շատ շուտ բացեցին։ Երևի որ ճաշ բան չկա, հեշտ է իրանց։ Մոբիլ են ավելի։ Ես էլ հայկական գամփերը։ Գնացինք տուն կինոնայրին, որը պետք է ռետրո դառնա։ Լավ էլի։ Ես ինչ մեղք ունեմ անդադ էդ լսում եմ։ Իդեպ ասեմ, Լենինգրադյանի վրա ոչ մեկը չարձագանքեց, ինչ առաջարկներ կան Լենինգրադյան փողոցը։ Փոխել, չփոխել։ Անվանումը, հա։ Այո։ Սպասում ենք ձեր առաջարկներին։ Ինձ մի հատ լավ մարդ առաջարկեց, ասում է լավ կլինի Լենինգրադյանը դրվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունով, որտեվ այդ մարդուն չի կարելի մոռանալ։ Եթե ծանոթ եք, կհասկանաք, որ իրոք մեծ կոմպոզիտոր է ու արժանի է, բայց դե բայց հետաքրքիր բան է, չէ՞։ Պրոգրես, էլի։ Ասենք մեր ժամանակ սենց թխվածներ, դե արդեն խոսացել ենք այդ առատությունը, երևի ընդհանուր քաղաքով մեկ 200 տեսակի տարբեր թխվածքներ կան, շատ մատչելի են, դե գները թանկ է իհարկե, բայց հիմա դու հիշի մեր մանկության ժամանակ, հա, դե այդ խանութի թխվածների վրա համարյա հույս չկար, բոլորի ստանը մայրերը թխում էին, ամեն տուն ուներ իր ինչ-որ ֆիրմային, որը շատ լավ էր ստացվում, բոլորը ճանաչում էին, հա։ Իմ մաման միշկան էր շատ լավ թխում։ Դե մեր մոտ է կար հիմա Ժոզեֆինա էր, Ջենինոչ էր, Նապոլեոն էր թխում միշտ։ Իմ մոտ էլ էր տատիկը Ժոզեֆինան շատ լավ սարքում։ Մի խոսքով, կարկանդակներ էին, գաթա էր եւ այլն։ Ու ընտանիքում այդ մամաս դե աշխատում էր, ինքը չէր կարա անընդհատ բանաներ, բայց այդ ոնց որ տոն էր էլի, մեկ էլ մաման որոշում էր վաղը էս է սարքում, մեկ էլ որոշում է այս եմ սարքելու, ու մենք սպասում էինք անհամբեր, սեղան էինք նստում եւ այլն, այսինքն այդ բոլոր արարողությունը, եթե չի կորել, շատ ուժեղ պակասել է, բարձա, չէ, հիմա մեր ընտանիքները որ նայենք, ազվադեպ մեկ էլ մի բան է սարքում։ Չէ, հիմա արդեն։ Ոչ են, թեկուզ հենց դու են հաճախականությամբ, ոնց որ են ժամանակ էր էլի։ Այսինքն տրադիցիան կորում է։ Հիմա այդ հարցում օրինակ որն է պրոգրեսը էլի, որ տրադիցիան կորավ, որ ամեն ինչը մատուցվում է, այլ կարիք չկա պատրաստելու, մի կողմից ոնց որ լավ է։ Նույնն էլ ծնունդները, ասենք, ռեստորաններում ավելի դարել է ոնց որ հաճախ, երբ որ ես մինչև 30 տարեկան 40 գաղափար չունեի, որ ռեստորանում ծնունդ անցկացվի էլի։
Ինչի 40, մենք մեր 80-ամյակները տանը արեցինք, այդա վերջի մեր ծնունդներն էր տանը։ Մի խոսքով էլի լավ տրադիցիա էր, որը գնաց կորավ, էլ չասեմ նույն բանը թաղումներ եւ այլն։ Մի կողմից շատ հարմար է, բայց մյուս կողմից զգում եք ինչ որ համու հոտ է կորում էլի, փոխվում է։ Դրա համար չգիտեմ, այդ պրոգրես ինչ է նշանակում, արդեն սկսում եմ ես այդ խոսքը չհասկանալ։ Եթե պրոգրեսը այնա, երբ որ մարդկանց երջանկությունը ավելանում է, իսկ դա շատ կասկածելի է, ուրեմն եթե դա չի պրոգրեսը, որ երջանկությունն է ավելանում, շատանում, պրոգրեսը ժամանակ մենակ ինչ-որ տեխնիկական բաներին է վերաբերվում, լավ, Անեջան հրաժեշտ տանք։ Ինչի, օրինակ տան Դամախազայքում սաղայր, տան տիրուհու համար, ահագին գործը թեթևանում է, ինքն էլ կարա նստի սեղան, մասնակցի, իսկ տանը անընդհատ դու խոհանոցում ես գտնվում, կամ վազվզում ես, ես բերում են ստանում, հետո այդ աման լվալ է, այն ժամանակ էլ մասուդամուկիկը չկային, ինչ է ստացում։ Ես հասկացա, որ միտքս բացարձակ չկարացա հասցնեմ տեղ, որտեղ ես այդ նկատի չունեի։ Ես նկատի ունեի, որ այդ բոլոր դժվարությունները բանը մենք շատ սովոր էինք ու դրանից հաճույք էինք ստանում։ Նորմալ էր դա, էլի։ Հիմա հետ նայելով իհարկե, արդեն հասկանում ես, որ չէ, կարելի էր ավելի եղոսկով։ Եղոսկով։ Միասնիկ են պողոտա, լավ անակ ժողովուրդ եմ։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Առողջություն ձեզ և խաղաղություն։ Միշտ առողջ և խաղաղ երկինք։